Իմ կարծիքով Ռուսաստանի հետ երբեք էլ վատ չի եղել հարաբերությունները, բայց մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք։ Այդ անհասկանալի է, որովհետև այս պայծրությամբ Ռուսաստանը մի քանի անգամ դավաճանել է Հայաստանին, հային, ու չգիտեմ, եւս մեկ անգամ արժի Ռուսաստանին հավատալ, թե չէ։ Չեմ կարող հստակ ասել։ Ну, ես այսպես կասեմ, որ Ռուսաստանը մեր համար եղել է եւ լավ եւ վատ ընկեր, բայց կարելի է որպես տնտեսագիտական առումով ու էկոնոմիայի առումով պարել որպես ընկեր, իսկ ռազմաարդյունաբերական առումով արդեն ոչ։ Երկուսն էլ պետք է նորմալ լինի։ Առանձին ոչ են պետք է երկուսն էլ նորմալ լինի։ Իմ կարծիքով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ չեն, պետք չէ լավացնել, նկատի ունեմ ոնց կա այդ նորմալ է այդ ամեն ինչը, պետք է բոլորի հետ հարաբերությունները խորացնել, կապ չունի Ռուսաստանն է, Եվրոպան թե Արևմուտքը, դա է իմ կարծիքով միակ ճանապարհը, որ մեր պետությունը կտանի դեպի խաղաղություն։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չի փչացել, ուղղակի Ռուսաստանը չի կատարել այն գործողությունները, ինչ առաջ ու ինչ փաստաթղթեր ինքը ստորագրել է, ու կարծում եմ, որ մեր հայացքները դեպի Եվրոպա ավելի պետք է խորացնել, զարգացնել, որովհետև Ռուսաստանի հետ մենք չտեսանք այն հարաբերություններն ու այն ամեն ինչը, ինչը որ խոստացվել էր եւ արել էր, այդ պատճառով կարելի է դեպի Եվրոպա զարգացնել ու հարաբերությունները լավացնել։ Բոլոր երկրների հետ պետք է համագործակցել։ Բոլոր, իմ համար դա абսուրդ է, որ ասում են սրա հետ պետք է չանենք, նրա հետ բոլոր երկրների հետ պետք է մենք շահեր ունենանք եւ քայլերը կատարենք եւ նաեւ Ռուսաստանի հետ եւ բոլոր երկրների հետ։ Հիմա փոխվել է այդ երկրների իրավիճակը, նես չի։ Ասենք դա քարե դար չի էլի, որ մտածի մարդ վայսը ոչ, պետք է բոլորի հետ կարողանանք համագործակցել եւ մենք ամենակարևորը գտնենք մեր շահը, Հայաստանի Հանրապետության շահը։ Եվ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի հետ ընդհանրապես թշնամի պետք չի ունենալ։ Բոլորի հետ պետք է բարեկամանալ։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ հարկավոր հարաբերությունները նորից լավացնեն։ Մեր մոտիկ հարևաններն են Վրաստանը, Իրանը, որոնց հետ մենք պիտի մեր հարաբերությունները ավելի կայուն դարձնենք, որպեսզի քանի որ շրջապատված ենք մուսուլմաններով, որոնք միայն սպասում են, թե ոնց է Հայաստանը թուլանալու, որ հարձակվեն, դրա համար Ռուսաստանի հետ ոչ մի հույս չեմ կապում։ Եվրոպայի հետ անկասկած պետք է կապեր հաստատել, բայց Ռուսաստանին պետք է վադանալ։ Դե իմ տեսանկյունից մենք պետք է չեզոք դիր գրավենք, բայց դե եվրոպական մթնոլորտը Հայաստանում ավելի ձեռնատու է։ Դե Ռուսաստանը մեծ բարեկամ երկիր է, եթե ինքը չի ուզում մեր հետ ավելի շատ բարեկամություն անի, մեր համար ավելի լավ կլինի պետք է Եվրոպայի կողմ գնալը, բայց եթե բարեկամ ենք, ուրեմն բարեկամ ենք։ Բայց Ռուսաստանը ցույց է տվել մի քանի անգամ, որ բարեկամական հարաբերություններ չունենք, էլի։ Կարծում եմ, այս պահին պետք է ավելի շատ Եվրոպայի հետ մոտենալ, որպեսզի բալանսավորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն, նշի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմա վատ է, այդ կարծում եմ ավելի շատ ուղղակի փորձ արվում տես տպավորություն թողնել, որ վատ է, բայց իրականում վատ չի, որտեղ շատ ոլորտներում համագործակցություն կա, բայց ինչ որ չափով վերաիմաստավորում տեղի է ունենում։ Կարծում եմ բոլորի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենալ։ Իհարկե համար մեկը Հայաստան, հետո մնացածի շահերը։ Եվրոպան տեխնոլոգիա ամեն ինչ լավ է, էլի, Եվրոպա, իհարկե Եվրոպայի հետ ամենալավ լինի, Ռուսաստանի հետ լավ լինի, բայց Եվրոպայի հետ անպայման լավ լինի։
Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ընտրի այն քաղաքականությունը, որը հարմար է հենց Հայաստանի հայ ժողովրդին եւ ես վստահ եմ, որ այդ քաղաքականությունը մենք կընտրենք եւ մենք կանենք այնպես, ինչպես մեր երկրին է ճիշտ։ Գիտեք ինչ, եթե Հայաստանը էթա Եվրոպի կողմը Հայաստանի համար շատ վատ կլինի, որովհետեւ այսօր Ուկրաինի ռուսի պատերազմը ոչ ոքին ձեր չի տալի։ Եվրոպացիներն էլ ձեր չի տալի պատերազմ ռուս-ուկրաին, որովհետև Եվրոպի բյուջետի փողերը այդումա պատերազմի վրա ու այսօր շատ դրության մեջ է եվրոպացիները, ու մենք էլ որ իրանց Եվրոպի կողմերը էթանք, մենք էլ վատ կետանք, որովհետև մենք պետք է գերություն անենք Ռուսաստանի հետ։ Կարծում եմ Եվրոպայի հետ անել։ Իհարկե, տնտեսությունը վերականգնել, առաքումը տնտեսական Բացի դրանից ձգտում է իհարկե, որ եվրոպական միություն մտնենք, դա ինձ թվում է, եւ խաղաղությունը միաժամանակ։ Ռուսաստանի հետ միանշանակ։ Հայրեն Ռուսաստանի հետ իհարկե չի կարելի թշնամանալ։ Կարելի է հավասարի հարաբերություններ ունեն, բայց Եվրոպայի, Ամերիկայի հետ կամ Չինաստանի կարևոր են մեր հարաբերությունները։